Ես փաստաբանների պալատի փաստաբաններից եմ, Արմեն Ֆերոյան, իմ գործընկերուհին Լիաննա Գասպարյանը եւ Ռուբեն Հակոբյանը ներկայացնում ենք պարոն Սամվել Կարապետյանի շահերի պաշտպանությունը։ Վերջինիս ապօրինի մեղադրանք են առաջադրել, որը մեր վստահորդը չի ընդունում եւ ներկայացնում են դատարան կալանքի սանկցիա։ Մնացած իմ գործընկերուհիները իբրև թե հնչեցրել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր, որը բացարձակ իրականության հետ կապ չունի եւ յուրաքանչյուր անձ ինքնուրույն կարող է այդ տեսանյութը դիտել եւ ինքը իր մեջ գնահատել։ Դա հանցագործություն է, թե հանցագործություն չէ։ Այո, երեկվա տեսանյութի մասն է խոսքը։ Մեղադրանքը առաջադրվել է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, ընդ որում պետք է նշեմ նաև զավեշտալին այն է, որ նշված հոդվածը ըստ էության պատիժ է նախատեսում այլընտրանքային ձևով, նշված հոդվածը նաև սահմանում է տուգանք պատժատեսակ, նաև հանրային աշխատանքներ, ինչպես նաև հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն եւ նման հոդվածով անձին ներկայացնել կալանքի եւս վկայում է այն մասին, որ դա ապօրինի է, ամբողջ գործընթացը ապօրինի է եւ ինչի հետ կապված մենք մեր բողոքներն ենք ներկայացնելու բոլոր ատյաններում։ Այսինքն հիմա պարոն Կարապետյանին ներկայացնում են դատարան, որպեսզի քննվի նրա խափանումը։ Այո, նշված հոդվածով, ինչպես նշեցի, ներկայացվում է Ավանի դատարան, նստավայր եւ բոլոր աջակիցներին կոչ ենք անում գտնվել Ավանի նստավայրում։ Դեռ պարզ չի, միջնորդությունը դեռ մուտքագրված չի, բայց մոտ ժամանակահատվածում կմուտքագրվի։ Քննիչի միջնորդելը որ կանոնավոր է։ Այս պահին դեռևս միջնորդություն ներկայացված չէ դատարանում, բայց ունենք տեղեկություններ, որ նմանատիպ միջնորդություն ներկայացվելու է։ Սամվել Կարապետյանի դիրքորոշում ունի Բնականաբար չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Իսկ ինչ խնդիր են լուծում միջին ծանրության ցանկի Ես ինչպես նշեցի, մեզ համար եւս անհասկանալի է, երբ հոդվածի սանկցիան այլընտրանքային է եւ միջին ծանրության հանցագործության դասին է պատկանում եւ նման Սամվել Կարապետյանի նման հայազգի համար բարերար անձնավորությանը ներկայացում է դատարան որպես կալանավորումը խափանման միջոց նշված հոդվածով կիրառելու համար։ Այս պահին այսքանը։ Այս պահին այսքանը կարող եմ հայտնել։ Իսկ մենք հարցել տան մոտիցավ նման ենթարկված անձանց մասով, կարծես թե սահմանված ժամից երկար են պահել իրենց անազատության մեջ, սա ինչով էր պայմանավորված կամ Դրա մասին ես չեմ կարող խոսել, քանի որ մեր գործընկերներն են այդ գործընթացին մասնակցություն ունեցել, այդ մասով եթե նման ապօրինի գործողություններ են կատարվել, կարծում եմ համապատասխան հաղորդմամբ կներկայացնեն։ Ոչ թե սահմանված ժամից երկար են պահել, նաև սահմանված ժամից երկար պահելուց բացի խոսքը գնում է մոտ 50-ից ավել անձանց մասին։ Նաև անհամաչափ հարկադրանք է կիրառվել, նաև խախտվել է անձեռնմխելիության իրավունքը բնակարանի այդ խախտումների մասին հետագայում կբարձրաձայնենք։ Համոզված ենք եւ ընթացքում բոլորդ կհամոզվեք, որ եւ քրեական վարույթ նախաձեռնելը, եւ հարկադրանքի միջոց կիրառելը, եւ հանրային քրեական հետապնդում հարուցելը, ինչպես նաեւ մեղադրանք ներկայացնելը կրում են բացարձակ ապօրինի բնույթ եւ ինչպես Սամվել Կարապետյանը հայտարարել է վարույթային գործողությունների ընթացքում աբսուրդի ժանրից է։ Ավել ոչինչ Նիկոլ Փաշինյանը այդ աղձականների գործողությունների զուգահեռ գրառումներ էր անում։ Արդյոք տեսնում եք միջամտություն քրեական այս գործընթացներին։ Ես կարող եմ միայն քննիչի գործողություններին եւ հսկող դատախազի գործողություններին այս պահին գնահատական տամ, իմ համոզմամբ բացարձակ ապօրինի գործողություններ են։ Խափանման միջոցի նիստը ժամը մենք չգիտենք, հերթապա դատարանը Ավանի նստավայրն է, բայց ժամը չենք կարող ասել։ միջնորդություն դուք դեռ չեք ստացել։ Չէ, միջնորդություն չեն տվել մեզ, թղթային տարբերակ չունենք, բանավոր գիտենք, որ ներկայացնելու են։ Այս պայծությամբ նման տվյալ ունենք։ Ռուբեն Հակոբյան